Գշարունակեք մեր հաղորդումը վանացայինեն հարկելի ունգընթիրներ եւ հաճելի ժամեր ձեր բոլորին։ Բարի լույս պիտի ասենք վանացայինի ստուդիոները ներս սիրելիներ Մոսկայինի Վահեսետյան հրադարակչադան գրադարացի տնօրեն Գերագո Փավացյանին։ Բարի լույս Գերագո։ Բարի լույս։ Եղավ գստակշերն են այ շատ լավ բարի լույս եւ բարի եկացեք անգամ եւս անշուշտ ինչպես են դրամատուրգությունները Աշխատանքային խանդավառ եւ ուսանք որ այն ինչ որ դրակրած ենք իր ամբողջական ծևի մեջ կգիրարգվի եւ կաչողենք մեր ժողովրդին հայ քիրքի շուրջ pedagogiությունը ավելիով զավալել Հայ քիրքի համահայկական ցուցանտես պարադոն այսպես է վերնակիրը նախ ինչու համար այսպես դրիկ ինչ կնշանակի այս վերնակիրը Հետևյալի մեջն է ուրեմն այս առաջադրանքը ուրեմն երբ մենք նախ ասեմ որ այնցյալ դարի այս քիրքերու ցուցանտեսը քանի ամիսներու վրա աշխատանքով մենք կազմակերպած էինք այսինքն խոսենք 2024 թվականի սեպտեմբերին Ճշտված թվականին 5 օր առաջ բայտեցավ իսրայելյան ներխուժումը եւ մենք բարձրավորվեցանք ցուցահանդեսը պետացկել հասանք նոր դարի եւ անգեդու արդեն գրակմար եւ այլ ասենք դժվարություններ առավել պայմանավորվածություններ ունեինք որ նաեւ մեր հայրենի հրադարակչադուներեն խմբակիրներ եւ դնորեններ ներկա պիտի գտնվին հետեւաբար իրենց հետ խորտակցաբար հարմար նկատեցինք որ այս ցուցահանդեսը գազմագերբվի այս թվականին որ այսօր կգազմագերբվի Առաջին անգամ չէ որ քիրքի ցուցահանդես կգազմագերբվի Առաջին անգամ չէ որ քիրքի ցուցահանդես կգազմագերբվի բայց այս ինչով կդարբերի այս մեկը կդարբերի եւ գարանտանա այն հանգամանքի մեջ որ այո մենք նախ հաջող կազմակերպված է ցուցահանդեսներ սակայն այս ցուցահանդեսը մենք նավիդայև ասեմ որ այս ցուցահանդեսեն առաջ քանի ցուցահանդեսներ կազմակերպած ենք հայրենի հրադարակչադուներու հայաստանյան հրադարակություններու անչափաբար բայց այս մեկը կզադորոշվի այն հանգամանքով որ առաջին անգամ լալով համահայկական է այսինքն համահայկական ստելով ինչպես որ արդեն հայդարության մեջ նշված է որ բոլոր Հայաստան, Արցախի մեր հրադարակչադուները եւ գրողները եւ սպյուրքի հրադարակչադուները եւ անհատ հրադարակիչներ այս ցուցահանդեսին գմաստակցին։ Հիմա անշուշտ դակավին առաջին փորձն է այս մեկը, բնականաբար բիզարկանա եւ բիդիաներարը նաեւ այլ ասենք միջավայրեր, բայց գուսանք որ գահաճողին կարևոր սկիզբ մտնել եւ նաեւ այս մեկը ինքնանպատակ չէ, որովհետեւ այսօր բոլոր ժամանակները ավելի հայ քիրքին շուրջ ուշադրություն կենտրոնացնելու եւ հայ քիրքը հայ ընթերցողին հասանելի դարձնելու հիմնական առաքելության մեջ կգտնվենք հրադարակչական կամ հեղինակային ասենք բոլոր առաջնահերթություններուն զուգահեռ Լավ, Գերագո որքանով աստեցիկ է, կամ որքանով կգարձեք, որ այս ցուցահանդեսը իր դեղը պիտի ունենա հայ քիրքը սիրցնելու այդ աշխատանքի մեջ։ Այսօր դու գսիկ արդեն որ քախնիկ մեջ է, այսօր ընդհանրապես ընթերցանութն է եւ համաշխարհային խնդիր է, մեր խնդիրը չէ ասիգա միայն։ Համաշխարհային խնդիր է, բայց ադով հանդերձ դակավին հրադարակչադուներ քիրքեր կհրադարակեն, մարդիկ քիրք կգարտան, ֆիզիկական քիրքի մասին կխոսի։ Որքանով կգարձեք, որ այս ցուցահանդեսը պիտի իր ներդրումը ունենա այդ աշխատանքի։ Հիմա դեսեք այս ցուցահանդեսը իր ներդրումը պիտի ունենա այն հանգամանքով որ ասի մեծ թիվով հրադարակություններ հասանելի պիտի դառնան մեր բոլոր ընթերցողներուն եւ այս իմաստով ասեմ նաեւ որ առաջին անգամ լալով պիտի փորձենք նոր հրադարակությունները հասանելի դարձնել մեր ընթերցողներուն պետք է ես համաձայն չեմ այն կարծիքին որ ընթերցանությունը նահանջի մեջ է որովհետև ընթերցանությունը այսօր մանավանդ Հայաստանի մեջ բավական դարածք ունի եւ բավական հետաքրքրություն կա այդ իմաստով հետեւաբար ճիշտ չէ այն հաստատումը որ ընթերցանության նահանջ գոյություն ունի մեծ թիվով հրադարակչադուներ այսօր
մեծ տիվով հրադարագություններ գիրակորցեն։ Շարունակենք ընկեր։ Այո։ Լավ։ Ուրեմն սիրելիներ, մենք կշարունակենք մեր հաղորդումը, լավ։ Ընկերագոբ խոսենք քիչ մասնագից ասենք հրադարակչադուներուն, հրադարագիչն ասես անբանի թեմքեր, անուններ, որոնց մասին անպայման ուզեք անդրադառնալ եւ խանդավառել ժողովուրդը որպեսզի ներկա կտնվի այս ցուցանտեսի մասնակցությունը բերել։ Ուրեմն ասեմ որ հիմնականի մեջ այս ցուցանտեսին մասնակցին թիվով 5 մեծ հրադարակչադուներ։ Անոնք են Արմավ հրադարակչադունը, Զանկակ հրադարակչադունը, որ գզադորոշվի նաև, այո, Հայաստանի, Զանկակ հրադարակչադունը, որ ուրեմն անգախ հրադարակչական աշխատանքներ են, կրական, գեղարվեստական, պատմական, նաև դասակիրքերու մեծ հավաքածոմ ունի եւ մեծ փորձառություն ունի մանկավարժական ասենք նյութերու երրորդը Էդիթ Պրինտ հրադարակչադունը, որը նաև մեծ տիվով հրադարագություններ գրանցնե ընտեսասեր հանրության, ունենք Print Info հրադարակչադունը եւ ունենք ամենակարևորը բուկինիստ, այսինքն ամենահետաքրականը բուկինիստ գրախանութ հրադարակչադունը, որ Հայաստանի այսօր ամենամեծ գրախանութները մեկն է եւ գուզեմ այստեղ մեր հանրության սեփականություն դարձնել այն հանգամանքը, որ մենք համասկայնի հրադարագությունները նաև գվաճառվին եւ գծածրվին բուկինիստ գրադամ մեջ երկար ժամանակ է ավելի քան 10 տարիներ է ի վեր։ Այսինքն մենք ունենք հadoop դաղավար, հոն մեր հրադարագությունները ծևով միշտ ներկայություն են։ Շատ լավ, ընկեր երբ որ գխոսենք քիրքերու մասին կամ հրադարակչադուներու, հրադարագիչներու հետ բավական երկար աշխատանք է համադրելը, կամ հաստատելը, որոշեն ինչ պիտի ներկայացնեն, ինչպես պիտի ներկայացնեն, կգործեմ որ ծրագրավորումը այս ցերնակին բավական ժամանակ խլած պետք է լացես մե եւ վստահ եմ որ նաեւ մեկը մյուսին փոխանցեց, այսինքն նաեւ մարդիկ խանդավառվեցան, իրենք ուզեցին մասնակցի, չէ՞, այս ցուցահանդեսին։ Ինչպես էր մտնոլորտը աշխատանքը։ Հետևյալն է հարցուրի, մենք նախ բոլոր հայրենի հրադարակչադուներուն հետ մնայուն գաբի մեջ ենք։ Ունենք նաև հրադարակչական համագործակցություն այս իմաստով եւ ահավասիկ հիմա Հարաճիգա մեկ ամսվա ընթացքին լույս պիտի տեսնե Զանկակ հրադարակչական հետ համագործակցաբար ոչ մի շաբաթ առանց Հրանտ Մատեոսյանի հադորը, ուր ընթերցողը 52 շաբթվա ընթացքին ամեն շաբաթ մեկ գրություն գարտալով Հրանտ Մատեոսյանին հետ առնչվելու արիթ պիտի ունենա։ Ասի ամենավերջին համագործակցության ասենք մեկ նմուշն է, մեկ նմուշն է ասիկա։ Հետևաբար երբ այդ համագործակցությունը միացյալ հրադարագություններ կամ ասենք աշխատանքներ իրականացնելու գա, բնականաբար արդեն դերյակ ենք յուրաքանչյուր հրադարակչական անցնող դարիներու գործնեության։ Առավել այն հանգամանքը, որ երբեմն գարտ մկիրքեր մենք արդեն իսկ առանց ցուցահանդեսի մեր գրադամ մեջ գներարենք եւ մեր ժողովրդի սեփականությունը գտարցնենք։ Ես ուզում նաեւ ասել այն հանգամանքը, որ պետք է մեր ժողովուրդը գիտնա, որ մեծ թիվով Հայաստանի մեջ այսօր արեմդահայ քրագանություն կանխեցիկ հաջորդ արեմդահայ քրագանություն իրականացվի եւ այսօր այցելուն պիտի տեսնե թե մեծ թիվով արեմդահայ քրագանության նոր հրադարագություններ Հայաստանեն ինք պիտի տեսնե որ մեր այս ցուցահանդեսին ներկայություն են։ Ուղղակցությունը Մեսրոբյան արեմդահայ քրագանություն Մեսրոբյան ուղղակցությամբ։ Հիմա գա նաև մանկական քրագանության բաժինը, որը արիք պիտի ծևով մեր մանկավարժներուն, մեր ուսուցիչներուն եւ այլն, որբեսի գաղափար մգազմեն այդ նմուշներեն, անշուշտ այդ մեկը այսօրվան տրուչամ կարելի չէ մեր աշակերտներու ընտերցանության ջամփով սեփականություն դարձնել, որովհետեւ իրենք ծևով այդ ուղղակցության ասենք խնդիրը մեզի համար
գտարնա արկել հետեւ բայց այս իմաստով նաեւ մենք անցնող դարիներուն քանի մանկական քիրքեր նաեւ Մեսրոբյան ուղակությամբ հայրենի մանկակիրներու հրադարագազենք եւ անշուշտ գանձրակիրներ այդ մեկը ընտարցակելու հետեւաբար ուրի ցուցահանդեսը ծևով այսօր հայ աշխարհի մեջ ներգայիս ինչ հրադարագություններ գիրականացվին այդ մասին նաև կարևոր գաղափար մգազմելու եզակի արիտ է եւ մենք այս իմաստով նաև գոմնորոշած ենք մեր ցուցահանդեսի ընթացքը եւ որբեսի չձանրապերնենք բան այսինքն շատ հրադարագություններով ճշտացենք տվական այսինքն որբեսի ընթերցողը կամ գրասերը առնչվի ժամանակագից հրադարագություններուն հետ եւ 2014 թվականին մինչեւ այսօր մենք նկատի ունեցած ենք իբրև ժամանակամիջոց այսինքն հրադարագություններ պիտի այսօր գողքին սեմ նաեւ որ սպյուրքեն մեծ տիվով հրադարագիչներ եւ անհատ հեղինակներ կմասնակցին Հայաստանին կմասնակցի Համասկայնի Հայաստանի գրասենյակը որ նաև արեմդահայ մեծ տիվով հրադարագություններ գիրականացնե եւ անշուշտ այս բարակային հադուգեն ուզեմ կարևորել Մեծիդանում Գիլիգիո Գատորգոսարանի հրադարակչադան հրադարագությունները որոնք պատգարելի սենք բաժին ունին այս ցուցահանդեսի մեջ եւ անշուշտ անհատ հեղինակները որոնց արիտ տրված է իրենց գործերը նաև ներկայացնելու Պարադոն է այո, որովհետև այս իմաստով նաև գրողները ներգաբիդլան, հեղինակները ներգաբիդլան, հրադարագիչները ներգաբիդլան։ Մենք հյուրընկալենք այս արիտով 3 հայրենի հրադարագիչներ, հրադարակչադան ներկայացուցիչներ։ Հանցինս Edit Print հրադարակչադան խմբակիրին, ուրեմն բարոն Դավիթ Սամուելյանին, հյուրընկալենք Արմավ հրադարակչադան դեր եւ դնորեն ուրեմն բարոն Արմեն Ավանեսյանը որ զավալուն աշխատանք կդանի եւ համասկային Հայաստանի գրասենյակին հետ նաեւ համադեղ գործակցությամբ մեծ տիվով քիրքեր գրադարակվին որոնք անշուշտ առաջիկա շաբաթ բոլորի սեփականությունը պիտի դառնան եւ գհյուրընկալենք ուրեմն բուկինիստ գրադան եւ հրադարակչադան դեր եւ դնորեն բարոն Խաչիկ Վարդանյանը որ այլաբես է երկու արիտով եկած է եւ ծանոթ է այս միջավայրին եւ իրենք նաեւ այս իմաստով պիտի արիտ ունենան առնչվելու մեր դնորեններուն, մեր դպրոցներու ուսուցիչներուն, մեր գրասեր հանրության եւ հրադարագիչներուն հետ եւ ինչպես որ երեք արդեն մենք դեսերիզմը սփրեցինք հոն կարևոր են ինենք այն հանգամանքը որ այս մեկը նաև փորձելու փոխանակման կարևոր արիթմ է այս մեկը անգախ ցուցահանդեսի ծրագրը եւ այդ մեկը որբեսի ասենք ավելի օգտաշատ եւ իր նպատակային լա մենք նաև նախադես ծրագրած ենք 4 շաբթի օր նաև գլոր սեղան հանդիպումը հայրենի հրադարագիչներուն հետ որը պիտի վարե ընկերվիկեն Ավակյանը եւ նաեւ հայրենի եւ սպյուրքի հրադարագիչներուն հետ եւ պիտի զրուցենք եւ քննարկենք հրադարակչական մարզի դիմակրաված մարդահրավերներ այսօր եւ հատկապես գրադարացման մարզի կկարևորեմ այսօր մեզի համար հայ աշխարհին համար ամենակարևորը գրադարացման բանն է մարդահրավերն է որովհետեւ ամեն դեր գտվի քիրքեր բայց այսօրվա աշխարհի այս ասենք ընդհանուր փոխադրության խնդիրները գտժվարացնեն այդ աշխատանքը եւ ամեն քաղուտ նույն դակնաբը ունի ու գտիմակրավ է հետեւաբար այս բոլոր հարցերուն համար կարևոր արիթմն է որ խորտակցենք եւ լուծումներ գտնենք հոս փարակիցը պանելավ համար ասեմ որ իշադագ անտարամ մնա Մեսրոբ arczepiskopos Աշչյանին որ ասկե նախքան իր մահը քանի ամիսներ առաջ լիբանաներ եւ մենք այն ադեն իր գեղեցիկ գաղափարներուն եւ գործնական գաղափարներուն հանդեպ մեծ հետաքրություն ունեցանք եւ որոշած էր եւ այդ խորտակցություններն էր որ դեղի ունենար Մեսրոբ Սրբազանը գրադարացման համահայկական ցանցը ստեղծել որբեսի կարելի լա այդ ջամփով
ուր որ գիրք կդպվի հայ աշխարհի մեջ անմիջապես հասանելի դառնա մնացյալ շրջանը անշուշտ այս բոլորի գողքին դուք շատ լավ գիտեք որ այսօր արդեն սմարթֆոներով վրա կամ ընդհանրապես application-ները որ կան հասանելի է գիրքը բայց այդ ջամփով նաև մենք այդ ծրագրին սենք ընտասնված ենք բայց գիրքը շոշապելը գիրքին հոդը թուղթին հոդը մելանին հոդը շնչելը ուրիշ երևույթ է եւ գարզեմ որ տասներագության եւ գազմավորման կարևոր աղբյուր է շատ լավ գերագոպ վայր ժամ քանի օր պիտի դեվե ինչպես ներկա պիտի ըլան այդ մանրամասնություններն ալսի ուրեմն բացումը դեղի պիտի ունենա 8 դեկտեմբեր երկուշաբթի օր ժամը 7-ին արդեն իսկ լիբանանահայ բոլոր վարժարանները հadoop ժամանակացույցերով ճշտած են իրենց այցելությունները եւ նաեւ ցանոթացումը բոլոր հրադարագություններուն հետ եւ մեր հրադարագիչները հոսեն մինչեւ 5 շաբթի իրենք արիտ պիտի ունենան այցելուներուն հետ զրուցելու եւ փոխանակելու ինչպես սկիզբսի փորձառություններ մեզի համար հուրի կարևոր է այս նախաձեռնության այդ բաժինը նաև որ մենք պետք է մթնոլորտը ստեղծենք ցուցահանդեսը իր բարձ բանի մեջ պետք չէ առնվի որ գիրք ու կամ գտիդեմ գահավնիմ կամ գուզեմ գարնեմ գերտամ այդպես չէ այլ ընդհանուր մթնոլորտ պետք է ստեղծվի եւ այս մեկ անշուշտ մեր քրագանության մեր լեզվի եւ մեր հոգեմտավոր արժեքներու սենք զարգացման ու հարադիման գործընթացին համար Միջև երբ պիտի դեվե? Պիտի դեվե մինչև շաբաթօր, առավոտյան ժամը 10-ին, երեկոյան ժամը 7, այո։ Շատ լավ։ Երբ որ այցելեն, Փինիկ սրահի մեջ, արդվա ժամը 17-ը ցուցահանդեսը բաց է։ Բաց է բոլորին։ Այս առիթով ես գուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր աշխատողներու մեծ խումբ մը այսօր երիտասարդներ որ աշխատին որովհետև դյուրին չէ բոլոր գիրքերը պիտի կոդավորվին, պիտի պատրաստվին եւ այլն, որովհետեւ դրամատելի դառնան մեր ընթերցողներուն կամ այցելուներուն եւ նաեւ այն ասենք անհատներուն կամ միություններուն կամ ասենք գարույցներուն, որոնք նաեւ իրենց նյութապարոյական աջակցությունը բերին այս ծրագրի հաջողության Շատ լավ գերագոպ վերջին հարցումը ինչ պիտի իսեք մեր ունգընթիրներուն եւ ագընթիրներուն հատկապես ծնողներուն երիտասարդ ծնողներուն նույնիսկ եթե ունին փոքր զավակներ 2 տարեկան 3 տարեկան քիրքին ցանոթանալ իսկ մենք կհավատանք որ հաջող անդրադարձած ենք քիրքի մասին իրենք ծնած օրեն պետք է քիրքը գարտան ծնողները գարտան իրենց լսեն սորվին շոշափեն բռնեն եւ հասկանան քիրքը ինչ կնշանակի ինչեւ որ մաման բաբան իրենց ցերկեն բռնել ցանտեսի մդանի կամ գրախանութ որքան կարևորեք նաև այս կետը այս գիտակցությունը ծնողներուն որովհետեւ գարենանք մենք սերունդներ այսինքն քալիք սերունդները եւս ընթերցասեր պայման չէ լան մեգական կրակետներ կամ եղինակներ բայց ունենանք ընթերցասեր հանրություն հիմա դեսեք մենք հավակնությունը չունենք այս ծրագրով կամ մեր մշակած ծրագիրներով ամբողջական լուծումներ բերելու այսօրվա սպառնացող դժվարություններուն արկերտներուն կամ գացության Բայց գաթիլն է օվկիանոսի մեջ Բայց մենք գնենք մեր գարելին Բայց այս մեկը հավաքական համատեղ համատրված աշխատանքի գարիք ունի Այսօր դբրոց ծնող հաստատություններ միություններ իրենց դերակատարության մեջ պետք է լան որովհետև այսօր առանց գիրքի ես հետևյալը ասեմ մարդ չի գտնար իր մտածումները պատրաստել եւ ներկայացնել գիրքը ոչ թե միայն լեզուի համար կարևոր է այլ նաեւ միտքերու արդահայտության համար այսօր մենք այսօրվան այս արհեստական ընդհանուր արհեստագիտական մթնոլորտի մեջ բարերն ասկսած են կրճատել խոսինա այսին սենյակ մարդիկ իրար հետ հարաբերում WhatsApp-ով գարապերին գոր մեքենական դարձած են բայց այս արժեքները կարևոր են քիչ առաջ հաստատեցի այսօր Հայաստանի մեջ գա մեծ դոգոս ընթերցողներու եւ այս մեկը պետք է վարագիչ Եվ նաև նախանց կրկրող երևույթը լա Եվ ամեն տեսակի հրատարակություններ Այսօր թե գրական, թե գիտական, թե տնտեսական Ամեն տեսակի հրատարակություններ Գա բահանջ դպականակները կտեսնես գա Հետևաբար նաև այս մեկը պետք է վարագիչ, համագող Եվ օրինագելի դառնա բոլորիս համար Այսինքն մենք նախ պետք է գարտանք Մեծերս, որպեսզի այդ մեկը տեսնվի
մեր միջավայրի մեջ, մեր ընտանեկան հարգին դակ, մեր ընդհանուր մեր խոսակցություններուն առանց պետք է դառնա նաև հայ գիրք մետե լույս տեսա, որովհետեւ նախ առաջին հերթին գրողը ինքը կաչալերվի, որ իր եւ ոչ թե միայն շնորհանդեսը լա, քանի մոկի կանձապար է, քանի մոկի եւ անգեդո անցնի բադմուչան այդ գիրքի եւ դառնա տարագներու վրա մնայուն փոշիներու ենթագա։ Ոչ, մենք պետք է ստեղծենք այդ մթնոլորտը, որովհետեւ դաստիարակություն է ասիգա։ Եթե այսին դյուրին է խոսիլ, դյուրին է ջարել շատ հարցերու մասին, բայց երբ որ գործ գուկա, գործ եւ այստեղ մեծ գործը չէ, կարևորը յուրաքանչյուր իրանցին օրինակով եթե այդ մեկը եւ այսօր բամը չի բացի յուրաքանչյուր անհադե իր ժամանակեն գեշ ժամը զոհելու եւ գալու եւ տեսնելու այդքան քիրք իր դիմաց բամը չի բացի ծնողքեն իր զավակին ցերկը բռնած առաջնորդը իրեն իսի դպրոցները գնեն գոր իրենց բոլոր դեսագի բարդականությունները բայց նաեւ բոլորիս համընդհանուր հավաքական եւ համացված աշխատանքը կարեւոր է այս բարակային նաեւ վանացային մեր մամուլը եւ այլն որոնք միշտ ասենք բադնեշի վրա են այս բոլորը լուսարցագի դակ բերելու որբեսի կարելի լա մեր միջավայրի մեջ նաեւ արժեքներու նկատմամբ հետաքրությունը ստեղծել եւ չսել ամեն անգամ որ մեր ժողովուրդը անդարբեր է մենք անդարբերությամբ դիմակալ ենք ամեն ոչ պետք է ստեղծել մթնոլորտը եւ այս մեկը գլա միայն գենտանի գործը պիտի դա աբացույցը ովևէ մեկ ծրագրի հաջողության եթե գհավադաս գործին շատերսին գիրքը իմ այսօր ցուցանտես գիրքի ինչ է գրնան արտարորեն գրնան մտածել բայց ոչ մարդիկ պետք է լան որ նաև այս մթնոլորտը զարգացնեն եւ մեր միջավայրի մեջ ասենք մթնոլորտ ստեղծեն Չաթավ գերագոբ շնորհակալություն ծեր ներկայացան շնորհակալություն ցեզիալ որ միշտ նորավիկ եք մենք միշտ հոսենք մենք միշտ պատրաստ ենք քաչալերելու ինչպես նաև արժևորելու այսպիսի աշխատանքներ եւ վստահ եմ որ նույնանման ծրագիրներ պիտի շարունակեք իրականացնել եւ օրինակ դառնաք նաև այլոց օրինակ պիտի դառնաք շատ լավ երկու շաբթի բացումը կգադարվի սիրելիներ հայ քիրքի համահայկական ցուցանտես փառատոնին աստագի Փյունիկ սրահի մեջ երեկոյան ժամը 7-ին ուրեմն սիրելիներ ձեր ներկայությունը եւ անգե հետ կանշուշտ որ ժամանակ ունիք մինչեւ շաբաթ ցուցանտեսը մինչեւ շաբաթ կշարունակվի մեր զրուցակիցներ համասկայինի Վայսետյան հրադարակչադան գրադարացի դնորեն Գերագոբ Հավատյանը բարի օր ընկեր բարի տեսանք շնորհակալ Բարի աշխատանք այո շատ լավ հաջողություն ցեզի եւ շնորհակալություն ցանի հաղորդավարանտնին Վարդանը Հուրին եւ ընկերագոպը ցեզի կմաղթեն բարի շաբաթավերջ եւ գսենք մենք ցտեսություն